Ֆարմանյան, մենք ուղիղ եթերում ենք, ի վերջո դուք ինչ սպասելիքներ ունեք դատարանից ձեր վերած փաստարկները, որքանով դատարանը հաշվի կառնի որոշում կայացնել։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ եթե փաստաբանները դատարանից եւ արդարադատությունից ակնկալիքներ չունենան, մենք ուղղակիորեն դատարան չենք կարող մտնել։ Սա մեր միջավայրն է, աշխատանքային միջավայրն է, որտեղ փորձում ենք գտնել արդարադատություն։ Ինչ վերաքրիչ դատարանը ինչ որոշում կկայացնի, իհարկե չեմ կարող ասել, որովհետև պարզ կլինի հունիսի 25-ին, ինչպես որ հաջորդ դատական նիստը նշանակվեց, հույսս չեմ կորցնում, մաղթում եմ, որ բոլորս այս վատ իրավիճակում, քաղաքական, սոցիալական, իրավական վատ վիճակում, այնուամենայնիվ ականատես լինենք իրական արդարադատության եւ Միքայել arczepiskopos Հաչապետյանը արդարացվի։ Բայց եթե ստացվի, որ ինչ ակնկալիքներ ունեք դատարանից, ի վերջո ինչ որոշում կարող է կայացնել։ Ինչ-որ որոշին, գլխավոր որոշողը։ Դատարանը սպասում է գլխավոր որոշողի սանգին։ Շարունակեմ Հանրիկ Ֆարմանյան, որովհետև հարցումների։ Տիկին Ֆարմանյան, Սրբազանի ելույթը դատարանում, երբ նա նույնիսկ արդարադատության նախարարին մեղադրեց ստախոսության մեջ, այդ թվում նաև երկրի ղեկավարի, սա կարող է որևէ կերպ կրկին օգտագործվի Սրբազանի։ Նայեք, ստախոս եզրույթին, ստախոս գոյականի լեզվաբանական վերլուծությանը անդրադառնանք, սուտ խոսել նշանակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնել։ Եթե մենք դրա բովանդակային նշանակությունն ենք քննարկում եւ մենք պաշտպանական ողջ խմբով պարբերաբար մատնացույց էինք անում, որ նախաքննության մանմի կողմից, մասնավորապես հետո արդեն քննչական կոմիտեի ղեկավարի, դատախազի կողմից ոչ հավաստի տեղեկություններ են հայտնվել հանրային հեռուստատեսության եթերում։ Եվ այս շրջանակում արդեն Սրբազանի ասածը նշանակում է իմ գնահատմամբ, ողջամտության սահմաններում նշանակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկության հայտնում։ Սուտ խոսելը այլ կերպ
հնարավոր չէ մեկնաբանել։ Իհարկե արդեն հասել ենք այն իրավական մարազմի հանգրվանին, երբ որ մարդիկ ստիպված են ամենասովորական բառերը, ամենասովորական մտքերը մոդիֆիկացնել, ձևափոխել, ձևախեղել, որ իշխանությանը հաճո այսպես ինչ-որ արտահայտություններ անեն կամ չվնասող իրենց գնահատմամբ, բայց ես իշխանության